Բարի երեկո հարգելի գործընկերներ, այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը վարեց կուսակցության ղեկավար պարոն Սարգսյանը, նիստի ընթացքում անդրադարձել ենք արտահերթ ազգային ժողովի հերթական նստաշրջանի մեկնարկին, անդրադարձել ենք խմբակցության աշխատանքներին, ներքաղաքական ներկուսակցական խնդիրներին, դուք գիտեք, որ 2 օր առաջ լուրջ պատմական, եթե կարելի է այդպես իրադարձություն տեղի ունեցավ եւ ընդդիմության եւ իշխանության միջև վերաստորագրվեց, վերափոխված, բարեփոխված նոր ընտրական օրենսգրքի նոր տարբերակը, որը հերթական անգամ եկավ ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայաստանի իշխանությունները ամենաշահագրգռվածն են, որպեսզի 17 թվականի պարլամենտական ընտրությունները լինեն օրենքի տարին համապատասխան եւ գործնական բոլոր քայլերը պետք է ձեռնարկեն, որպեսզի այն նույնիսկ առաջարկները, որոնք տարիներ շարունակ մեր ընդդիմադիր գործընկերները ներկայացնում են, մենք գնացել ենք նաեւ այդ փոխզիջման, որպեսզի 17 թվականի պարլամենտական ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ մեր հանրության վստահությունը լինի հնարավորինս բարձր եւ այս ջենտլմենական համաձայնագրով, եթե կարելի է այդպես ասել, որովհետև իրոք սա ջենտլմենական քայլ էր եւ ընդդիմության եւ իշխանության կողմից, որովհետև շատ լուրջ աշխատանք էր պահանջում եւ փոխզիջումային, մենք հասանք նրան, որ այլևս կա քաղաքական համաձայնություն եւ իշխանությունները գործնականում արեցին հնարավորը, որ 17 թվականի ապրիլյան խորհրդարանական ընտրությունները գոնե ընտրական օրենսգրքի մակարդակով մեր ընդդիմադիր գործընկերներին բավարարում է։ Հետևաբար նաև դուք տեղյակ եք, որ հանրության ներկայացուցիչները եւս դրական են արձագանքել այդ համաձայնությանը, նաև քննարկել ենք ապահովական փոփոխությունների հարցը, քննարկել ենք համակարգային փոփոխությունների շարունակականության հարցը, թերևս այսքանը, եթե հարցեր ունենաք, սիրով կպատասխանեմ։ Դեռևս ժամկետներ կան, քննարկումները շարունակվում են, բնականաբար կլինեն փոփոխություններ կառավարության կազմում, բայց ժամկետները դեռևս պարզված չեն եւ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներով մենք ձեզ կներկայացնենք կառավարության մեր ապագա թեկնածուներին։ Այսինքն անուններ պարոն Շարմազանov, այս նիստից հետո չեք հրապարակել։ Քանի դեռ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկումները շարունակվում են, բնականաբար անուններ հրապարակելը կոռեկտ չէ։ Իսկ այս նիստի մասնակցում է Հովիկ Աբրահամյանը նախկին վարչապետ։ Ոչ։ Եվ հնարավոր է նոր կառավարություն։ Եթե դուք գրում եք, որ Հովիկ Աբրահամյանը Հայաստանում չէ, դուք գրում եք, դուք ինձ հարցնում եք բավականին դուք ասելով ձեր գործընկերները մամուլ դուք այսօր բոլոր կայքերում գրեթե գրված է, որ պարոն վարչապետը մեկնել է արտերկիր։ Հիմա դժվար թե պարոն վարչապետը ֆիզիկապես հնարավորություն ունենա լինելով արտերկրում մասնակցել մեր նիստին։ Ոչ, նախկին վարչապետ ավելի ճիշտ։ Ներկա չէր։ Նոր կառավարության կազմում Հովիկ Աբրահամյանի կադրերը կլինեն, թե չեն։ Ես ուզում եմ ձեզ ասեմ, որ չկա Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ այլ կադրեր։ Կա Հայաստանի Հանրապետական կուսակցության միասնական թիմ։ Թե Տիգրան Սարգսյանը, թե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, թե Կարեն Կարապետյանի կառավարությունը, մենք բոլորս մեկ քաղաքական թիմ ենք։ Եվ այդ մեկ քաղաքական թիմը ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյան։ Եվ ինչպես Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի կառավարության ամբողջական պատասխանատուն եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այդպես նաև այսօր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի ամբողջական պատասխանատուն եւս լինելու է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Բնականաբար պարոն վարչապետը կունենա, ինչպես հանրապետության նախագահն ասեց, լուրջ գործառույթներ, նաև ազատություն, որպեսզի իրականացնի կյանքի կոչի այն իդեաները, որի համար նա նշանակվել է վարչապետ։ Պարոն Շարմազանով Սերժ Սարգսյանը ՀՊՑ-ի գրավումից հետո այն հայտնի ելույթում խոսեց ազգային համաձայնության կառավարության մասին։ Այո։ Ժամկետներ ասեց, որ ամիսների հաստ պետք է լինի, եթե չեմ սխալվում, ուզում եմ իմանալ ինչ պրոցես է այդ ուղղությամբ կատարվում եւ այդ ազգային համաձայնության կառավարության մեջ ում է տեսնում։ Երեք պարոն վարչապետը ազգային ժողովում ասել է, թե ինքը ում է տեսնում ապագա կառավարության կազմում եւ ասել է, որ մեզ համար
դոգմա չէ կուսակցական պատկանելությունը։ Եվ սա խոսում է հանրապետական քաղաքական թիմի, քաղաքական իշխանության լայնախոհության մասին։ Մեզ համար կարևոր է, որ լինեն մարդիկ, ովքեր ունենան ծրագրեր, որոնց ծրագրերը համահունչ լինի մեր ծրագրերին, եւ մենք բոլորս միասին ընթանանք առաջ բարեփոխումների ճանապարհով, որովհետեւ բարեփոխումները այսօր չէ որ սկսվել է, բարեփոխումների մեկնարկի մասին այսօր չէ որ խոսվել է, դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումներից հետո փետրվար 12-ին հանրապետության նախագահը Բաղրամյան 26-ում պետական ավականու հետ հանդիպման ժամանակ հստակ նախանշեց այն ուղիները, ճանապարհները եւ բարեփոխումների անհրաժեշտությունը։ Շատ դեպքերում նաեւ ռադիկալ բարեփոխումների անհրաժեշտությունը, որը վերահաստատվեց նաեւ վերջին խորհրդի նիստի ժամանակ հանրապետության նախագահի կողմից։ Պարոն Շողմահարյան, Այո։ համոզում դուրել էին շրջանառվում, որ քննարկվելու են համաներում շնորհելու հարցը։ Նիստում նման հարց քննարկվել է։ Ոչ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այն մարմինը չէ, որը պետք է քննարկի համաներման խնդիրը, դա Հայաստանի Հանրապետության նախագահի մենաշնորհն է օրենքով սահմանված կարգով, երբ որ եթե նման բան լինի, ուղարկվի նման օրենքի նախագիծ ազգային ժողովը կքննարկի։ Այս պահին մենք որևէ բան չեմ կարող ասել։ Ընդհանուր առմամբ դա տրամադրությունը նախարարների փոփոխությունների մասով, խոսքը մեծ թվով նախարարների փոխելու մասին է, թե բավարարեք կանոններ երկու։ Ես հասկանում եմ, որ դուք մեծ է գայթակղությունը ձեր հարցերին պատասխանելու, բայց ես արդեն պատասխանեցի։ Կոռեկտ չէ, քանի դեռ քննարկումները չեն ավարտվել, ես խոսեմ։ Էական փոփոխություններ լինելու է։ Էական փոփոխություններ լինելու են եւ էականը չի վերաբերում միայն քանակի, միշտ չի որ քանակը որակ է բերում։ Էական փոփոխություններ լինելու է, կլինի նաև կառավարության ծրագիրը, կքննարկենք ծրագիրը, կներկայացնենք ձեր դատին, դուք ավելի հետագայում ավելի լուրջ նյութ կունենաք, թե քննադատելու, թե քննարկելու, թե պաշտպանելու, դա արդեն դուք կորոշեք։ Այնուամենայնիվ այս բանի քննարկումները շարունակվում են եւ ես կոռեկտ չեմ համարում որևէ անուն հնչեցնելը։ Պարոն Շարմազան, մի հարց։ Սիրով։ Ինչպես կգնահատեք այսօրվա կառավարության նիստը, որ առաջին անգամ Կարապետյանը վարեց, որպես վարչապետ, նրա աշխատանքն ինչպես կգնահատեք առաջին օրը։ Լրացում։ Մի հատ ավարտեմ, հետո դու կլրացնես, հա, որպես ջենտլմեն լսի աղջկա հարցին, մի րոպե լսի։ Ուրեմն չեմ ուզում էլի լավ, ոչ կոռեկտ բան ասեմ, բայց լավ պետք է ասեմ։ Ոչ կոռեկտ չի, բայց երեխեք վարչապետի պաշտոնը ինքը չպետք է գնահատականը տրվի նիստ վարելով։ Ձեր հարցը կներեք ոնց ասեմ, ամբողջ որպես չնեղասեմ, ամբողջական չի, օբյեկտիվ չէ, որովհետև վարչապետի պաշտոնը այն պաշտոնը չէ, որ դուք ասեք վարչապետը լավ հարցին պատասխանեց կամ լավ նիստ վարեց, ուրեմն մենք ասենք լավ է աշխատել, թե չէ։ Կարեն Կարապետյանին ճանաչում եմ երկար տարիներ, բայց Կարեն Կարապետյանի եւ նոր կաբինետի եւ խնդիրների եւ տեսլականի լավագույն գնահատականը տվել է հանրապետության նախագահը։ Ավելի դիպուկ կան կառավարության փոփոխության անհրաժեշտությունը, ինչպես ներկայացրել հանրապետության նախագահը, դժվար թե մենք կարողանանք ներկայացնենք։ Դրա համար հղում արեք հանրապետության նախագահի խորհրդի նիստի ելույթի եւ ամեն ինչ կիմանաք։ Իսկ այն որ ինտելեկտուալ ազնվորություն է, պրոֆեսիոնալ է, այստեղ նոր չէ, նորություն չէ, որ ես պետք է ասեմ, ես չէ որ պետք է գնահատական հնչեցնեմ, փորձ ունեցող ազնվորությունը մեր քաղաքական թիմի ներկայացուցիչ է։ Այսօր չէ որ նա սկսել է համագործակցել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ, դեռևս 2009 թվականին Երևանի ավականու ընտրությունների ժամանակաշրջանում նա ընդգրկվեց Երևանի ավականու հանրապետական նախընտրական ցուցակում, այնուհետև Երևանի ավականու հանրապետական խմբակցության կողմից եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի կողմից առաջադրվեց Երևանի քաղաքապետ, այսինքն չպետք է զարմանալ։ Եվ ինձ զարմացնում են բոլոր այն գնահատականները հյուսիսից է եկել, արևմուտքից է եկել, ոչ մի տեղից չի եկել։ Մարդը Հայաստանում ծնված, մեծացած մարդ է եւ Հայաստանից է եկել։ Ոչ մի տեղից չի եկել։ Մի յուրաքանչյուրս կարող են գնանք մեկ այլ երկրում աշխատենք, բայց գնահատականներ հնչեցնել հյուսիսից է եկել թե հարավից, կարծում եմ օբյեկտիվ չէ։ Եվ ուզում եմ օգտվելով առիթից նաև շնորհակալություն հայտնել վարչապետ Աբրահամյանի կաբինետին, վարչապետ Աբրահամյանին, այն ծանրակշիռ, այն մեծածավալ ավելի ճիշտ գործունեության համար, որ 2.5 տարիների ընթացքում իրականացրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը։ Մենք եւ դրականի եւ բացասականի տերն ենք։ 99 թվականից Վազգեն Սարգսյանի, Արամ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, այսօր արդեն Կարեն Կարապետյանի կառավարության եւ բացասական եւ դրական
գործունեության համար պատասխանատու ենք ամբողջությամբ։ Աստված տա այս կառավարության ձեռքբերումները շատ ավելի շատ լինեն, քան նախորդ կառավարությունները։ Դրանից կշահի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Իսկ հիմա Տիար ջան հանդիպ խնդրեմ։ Հայ ջան։ Որքան էլ ասում են, որ քաղաքացիների աշխատանքը չպետք է գնահատել նույնիսկ վարելով, բայց ամեն դեպքում Միայն նույնիսկ վարելով։ Ամեն դեպքում Կարեն Կարապետյանը այսօր դիտողություն էր անում Հովիկ Աբրահամյանի նշանակած նախարարներին ու նաև հետո խոսում էր չեմ հավատում այս լեքսիկոնով։ Հովիկ Աբրահամյանը ուներ այդ լիազորությունները, որ օրինակ դաշնակցական նախարարի ներկայացնել եւ ասել չեմ հավատում։ Նախ դաշնակցական նախարարները վարչապետի կողմից չեն նշանակվել։ Դաշնակցական նախարարները, մեր հարգարժան գործընկերները նշանակվել են կառավարության ներկայացուցիչներ, Հայ հեղափոխական դաշնակցություն եւ Հայաստանի Հանրապետական կուսակցություն կոալիցիոն հուշագրի հիման վրա եւ ես չեմ կարծում, որ մենք պետք է այնքան պրիմիտիվ դարձնենք մեր այսօրվա զրույցը, որ մարդկանց գնահատականները տանք իրավունք ուներ, իրավունք չուներ, ինչի այս պարասեն։ Բա վարչապետա, հոգնակ երկրի վարչապետա։ Ինչի Անդրանիկ Մարկարյանը չէր ասում կամ բա վարչապետա։ Իսկ Գալուս Սահակյանը որը կարող է 10 անգամ դիտողություն անի, շատ նորմալ է։ Դիտողությունը, եթե արվում է ուղղվելու ճանապարհով, շատ նորմալ է։ Շատ նորմալ է։ Իսկ ով որ մեղավոր չի, թող առաջին նա քարնետի։ Եթե մեզ թվում է մենք ամենագետներն ենք, մենք ամեն ինչ գիտենք, մեզ չի կարելի դիտողություն անենք, ուրեմն մենք սխալ ճանապարհ ենք ընտրել։ Ուրեմն մենք պետք է գնանք ինչ-որ լրիվ այլ գործով զբաղվել։ Բա վարչապետն նրա համար է, որ մեկ-մեկ իր նախարարներին դիտողություն անի, նախարարն նրա համար է, որ մեկ-մեկ վարչապետին համոզի իր կարծիքի ճշմարտացիությունը, սա քաղաքական բանավեճ է։ Եվ ես գոնե որպես քաղաքական գործիչ զարմացած եմ Տիար ջան քո բարձրացրած հարցից։ Միգուցե ֆուտբոլի պարտության ազդեցությունն է, ոչինչ։ Դուք դեռ մաչ ռևանշի հնարավորություն կունենաք։ Հայ ջան։ Ասում եք, որ դուք պատասխանատու եք։ Չեմ ասում, այդպես է, եղբայր։ Այդ դեպքում ինչպես կպատասխանեք, մենք վերեմ տնտեսությունը շատ չափազանց ծանր վիճակի հասցնի։ Յուրաքանչյուրս ունենք մեր գնահատականները։ Կարիք չկա պատասխանեմ։ Տնտեսությունը շատ ավելի ծանր վիճակներում ա եղել 90-ականների եւ 2000-ականների սկզբին։ Եվ էլի Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ ոչ միայն Հանրապետական կուսակցության, բայց այն ժամանակ նաեւ Հանրապետական եւ կոալիցիոն մեր գործընկերների ջանքերով վերականգնվել է եւ մենք ապահովել ենք երկինչ տնտեսական աճ։ Ես հուսով եմ, որ լավ ժամանակները Հայաստանի տնտեսության համար, Հայաստանի արժեքային համակարգի համար, մեր ժողովրդի տեսլականների համար արժևում են։ Եվ օգտվելով առիթից ես բաց չէի ավարտել։ Շատ դեպքերում դա է կյանքը, որովհետև կամ մարտահրավերներ, հիմա ես եթե կանգնեմ ասեմ բոլորը չաղբախտավոր ու երջանիկ ենք, այդպես չէ, բայց խնդիրը նա է, որ մենք պետք է քայլեր ձեռնարկենք առաջ գնանք։ Եվ շատ նորմալ է, որ նաև վարչապետը ռեալ գնահատականներ է հնչեցնում, որ կա խնդիր եւ այդ խնդիրը պետք է լուծել։ Միգուցե ես այլ կերպ մեկնաբանեմ, վատ է, վատթարագույնն է, ծանր է, դրանք ածականներ են, որոնք յուրաքանչյուրս կարող է դա մարդու բազմակարծության եւ խոսքի ազատության իրավունքն է, յուրաքանչյուրս մեր ձև կարող է ներկայացնել։ Կա խնդիր, խնդիրը պետք է լուծվի, խնդիրը ինչպես պետք է լուծվի, կլինի կառավարության ծրագիր, կիմանաք։ Պարոն Շամոզանովի տարբերություն նշում եք խնդիրները, այլ իսկապես բարձրաստիճան պաշտոնյաները շատերը նշել են, որ ունենք խնդիրներ, բայց նման գնահատական դերս առաջին անգամ է գրում չափազանց շատ վատ վիճակում Դա պարոն Կարապետյանի իրավունքն է եւ նա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ իրավունք ունի իր կարծիքը արտահայտել։ Դուք չեք կիսում այդ տեսակետը։ Ես իմ կարծիքը արտահայտել եմ միշտ եւ երեք եւ այսօր եւ վաղը։ Չափազանց վատ վիճակում չէ մեր տնտեսությունը։ Դուք ուզում եք այն ինչ որ դուք լսեք, ես ասեցի ինչ որ կա։ Մեր երկրում կան խնդիրներ, տնտեսությունում կան խնդիրներ, դրանք կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, եւ դրա համար մենք ոչ թե պետք է խոսենք խնդիրներից, այլ պետք է դեղամիջոցներ գտնենք, որպեսզի բուժենք օրգանիզմը։ Իսկ ընտրություններից 6 ամիս առաջ չափազանց վատ տնտեսության ինչպես է պատասխանը։ Ես շուտով կլինեն թիմ ընտրությունները եւ դուք կտեսնեք։ Շուտով կլինեն թիմ ընտրությունները եւ կտեսնենք ում են վստահում, ում չեն վստահում, ես ասեմ, մենք բազմակարծության կողմնակից ենք, բարձ մասնակցության եւ մրցակցության կողմնակից ենք, սեպտեմբեր 18-ին այո, արդեն կան մի շարք համայնքներում, մի շարք ասած տասնյակ համայնքներում ընտրություններ, հոկտեմբերի 2-ին երկու կարևորագույն համայնքներում, ասենք Երևանից հետո երկու կարևոր մեծ համայնքներում, Վանաձորում եւ Գյումրիում էլի կլինեն համայնքներ, մեր